process-ը շարունակվում է հասկանալի ժողովի մոտ եւ զրուցումներից հստակեցնող պահանջները նշեց, որ իշխանության պատգամավորները քրոից որևէ մեկը իրեն չի մտածել։ Այս նստածություններով ինչ արդյունքի կարող են հասնել։ Ես պետք է ասեմ, որ քանի որ գործում իրավաբանությունը բացակայում է, եթե որևէ արդյունքի էլ հնարավոր լինի հասնել, ապա դա լինելու է հենց հանրային եւ միջազգային ճնշման ներքո, որովհետեւ այս գործը հարուցման պահից, այն պահից, երբ որ Լիդիա Մանթաշյանը այդ խեղկատակ ապացույցների համատեքստում ներգրավել է մեղադրյալ, արդեն ակնհայտ է եղել, որ այստեղ իրավաբանության կամ արդար դատավարական պրոցեսների հետ գործ ունենալ չենք կարող։ Եվ հետևաբար գտնում եմ, որ եթե ինչ-որ արդյունքի էլ հնարավոր լինի հասնելու ենք մեծ հանրային ճնշման ներքո, այսպիսի ակցիաների ներքո, եւ կարծում եմ, որ այդ մարդիկ մանավանդ չճանաչելով երբևէ Լիդիան երբևէ չճանաչելով իրենց, ուղղակի այնքան ակնհայտ է եղել այս հայտարարակ ապօրինությունը ու խտրականությունը, որ իրենց բողոքի ձայնն են բարձրացել։ Ու այս օրերին տեսնում եմ, որ շատ մարդիկ են նմանատիպ վարքագիծ դրսևորել, նույնիսկ այն ամենաիշխանալոյալ ճակերտավոր իրավապաշտպանները գոնե իրենց դեմքը պահելու համար արձանագրել են, որ առնվազն տարօրինակ էր այն որոշումը, որը մենք անցած շաբաթ տեսանք դատարանում։ Հետևաբար, այո, այդ հարցը միայն այդ ձևով է լուծվելու։ Շատ իրավապաշտպան կազմակերպություններ, իրավապաշտպաններ գրվում են, մինչդեռ նախկինում երբ նման որևէ բան էր լինում, իրենք ծեծում էին բոլոր միջազգային կառույցների դռները, ցույցեր էին անում, ակցիաներ էին։ Տարօրինակ չէ, որովհետև երբ որ այդ մարդիկ էլ հենց պատեհապաշտությամբ էին այդ արձանագրումները անում, ժամանակին, այսինքն գրանտը ստանում էին, նոր էին արձանագրում, շատ ընտրովի թեմաների էին արձագանքում, պարզ էր, ես ասում եմ, երբ որ իրավապաշտպանը այս օրերում ճակերտավոր իրավապաշտպանը այն հարցին ի պատասխան, որ արդյոք Լիդիա Մանթաշյանի հանդեպ կայացրած որոշումը պատվիրովի արդարադատության օրինակ էր, պատասխանում է ոչ, եթե պատվիրովի արդարադատություն լիներ Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին կկալանավորեին, ես այդ մարակայում ամենևին չեմ տխրում, որովհետեւ այդ իրավապաշտպանից ես ավելի ակնկալիք ունենալ չէի կարող։ Բնականաբար էլի, այսինքն ակնկալիք ոնց ունենանք, այս իրենց չմասնակցությունը, այս ակնկալիքի արդարացում է, որտեվ գան ինչ ասեն, որ այո, Լիդիա Մանթաշյանը իրականում ահաբեկիչ էր, իր տանը մասսայական ոչնչացման զենքեր էին հայտնաբերել, ուղղակի չէին ասում, որ հանրությունը չահաբեկվեր, ինչ պետք է ասեն։ Իրանց բացակայությունը արդեն ավելի քան խոսուն է։ Եվ ճշտող հարցից հիմա այս նստածությունից հետո դուք կարծում եք, որ կարող է դատարանը փոխել որոշումը, այսինքն երբ իշխանություն ներկայացնեք բավարարի այն, թե այնուամենայնիվ ոչ։ Դժվարանամ այդ հարցին պատասխանել, որովհետև մենք այս դատարանից ակնկալիք չունենք։ Նստածույցը իհարկե իր ազդեցությունը եւ ոչ միայն նստածույցը, այն լայն արձագանքը, որ ստացավ բացի նստածույցից այս իրողությունը, բնականաբար իր ազդեցությունը ունենալու է, բայց թե երբ ինչ միջոցով դրա մասին առայժմ դատողություն չեմ կարող անել։ Ես եմ շնորհակալ։